Չուֆանք, տեսնենք ինչ անում կարևոր է սեղանը ազատը։ Բարև անծանոթ։ Լավ էլի չուֆանք, արդեն մի ամիսս ենք մնում, ինչ անծանոթ։ Լավ էլի Հերոբրին, դու չգիտես, որ էդ իմ խոսքն ա, պետք է պարտադիր ասեմ։ Ինչ ես ուզում։ Դե այսօրվա ճաշացանկում ինչեր կան։ Դե ձու կա, գետից ենք բռնել։ Մի քանի ուրիշ բաներ էլ կան, օրինակ պանիրաշենից պանիր ենք բերել, հենա կողքնայի։ Մեկ էլ գազար ենք բերել գազարաշենից։ Գազարաշեն չեմ լսել դրա մասին։ Դե գազարաշենը այդքան հայտնի բան չէ, հենա անդե կարած գազարները նայես։ Հենա լավ էլ գազարներ էլի։ Հա, գազարը լավ ա, այ այդ գազարաշենը անկապ գյուղ ա լրիվ։ Դե չգիտեմ անկապ գյուղա թե ինչա, համենայն դեպս ես չունեմ 2 հատ իզումրուդ ունեմ։ Ինչ կարաս ինձ առաջարկես։ Դե մեկ այսպես միշտ քո խոզի բիզնես էլի վերցնելու։ Լավ էլ հասկացար։ Դե գոնե ափսե ես տալիս։ Չէ, ափսե փողով ա։ Էլի փողով ա, ես չեմ հասկանում, այդ ափսեները երբ ա ձրի լինելու։ Որ ասեմ 200 տարի հետո Չուֆանք անունով ծորս ծրի կծախի կհավատաս։ Չէ, չեմ հավատում, քո ծորը հաստատ քեզ նման քձիպ կլինի։ Դե հա, իմ ծորը պետք է ինձ նմավի, հո ուրիշի չի նմավելու։ Լավ է չուֆանք, ես գնամ հաց սուտեմ, քո հավեսը չունեմ։ Դու գիտես։ Գոնե նստարաները փողով ա։ Հա, էդի չենք փոխի։ Շատ լավ ա։ Գնանք է, ջինդայի ուր որա սաղիս կհավաքի։ Ահա ձեզ մի պատմություն մեր հիասքանչ եռյակի մասին, կիմանանք ինչպես են կռվում, ինչպես պայքարում ու ինչպես հաղթում, կիմանանք ով է հաղթելու։ Ով է բոլորին հաղթելու, ում է ջինդայի գաղտնիք պատմելու, գաղտնիքը այս պատմության լեգենդն է, Դե վարպետ ջինդայ, մենք բոլորս արդեն ստեղ ենք, հիմա կասեք ինչի եք կանչել։ Հա էլի դու ասում, ինչի եք կանչել։ Սենյոր, ես որ խոսում եմ, դու սուս մնա։ Լավ, մի կռվեք, հիմա կասեմ ինչի համար եմ կանչել։ Ինչպես գիտեք, արդեն 1 ամիս է, ինչ դուք գտնվում եք իմաստության տաճարում։ Այս 1 ամսվա ընթացքում ես հասկացա, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ ունակություններ ունի, եւ եկավ ժամանակը, որ ձեզ ասեմ անմահության գաղտնիքը։ Մի րոպե, ես հասկացալ չեմ։ Այդ կոչվում ա, որ մենք դառնալու ենք անմահ, այսինքն էլ ոչ մեկս չի մեռնելու։ Սենյոր, որ 2 րոպե սուս մնաս, կիմանանք վարպետ ջինդայը ինչ նկատի ունի։ Համ էլ ինքը ասեց, որ անմահության գաղտնիքը այդքան հեշտ չի ստանալը, դժվար թե 1 ամսում բոլորից սաղ ասեր։ Վարպետ ջինդայ, շարունակեք։ Ռեյդբրինը շատ ճիշտ ասեց։ Անմահության գաղտնիքը ստանալու համար ձեզ շատ է պետք չարչարվել, ու դա կստանա ձեզանից մեկը։ Մի վարքյան, վարպետ ջինդայ, չհասկացա։ Այսինքն կամ դա ստանալու եմ ես, կամ այդ գաղտնիքը իմանալու ա Ռեյդբրինը, կամ էլ սենյորը, այսինքն մեզանից մեկը դառնալու ա անմահ, այն երկուսը մեռնելու են գնան։ Դե հա, կարելի ա ասել այդպես ա դառնում։ Ուղղակի խնդիրը նրանում ա, որ ես 3 հոգու չեմ կարող այդ գաղտնիքը ասեմ, դա շատ կարևոր բան ա եւ մենակ մի հոգի պետք ա իմանա։ Համ էլ ես դեռ չգիտեմ, թե ձեզանից որ մեկն ա արժանի այդ գաղտնիքը իմանալու։ Էնպես որ հայտարարում եմ մրցույթ եւ 3 ամսվա ընթացքում մենք կիմանանք, թե ով է ձեզանից արժանանալու անմահության գաղտնիքին։ Բարձ չի, որ ես եմ արժանանալու։ Լավ, Հերոբրին, դու կարաս գնաս քո սենյակ, ես այս երկուսի հետ մի փոքր խոսելու բան ունեմ։ Լավ, վարպետ ջինդայ։ Տեսնես ինչ ա խոսում սրանց հետ։ Մի քիչ արագ գնա։ Վայ, հասկացա, գնում եմ։ Մի րոպե, էս իմ շանսն ա։ Եթե իրենց հետ խոսում ա, ուրեմն ես կարամ գնամ այդ դուռը բացեմ։ Չնայած ջինդայը արգելել ա մտնել այս սենյակ, բայց պետք ա իմանալ, թե սրա մեջ ինչ կա։ Լավ է, չէ, պետք չի։ Յա, այդ ուզում էիր մտնել այդ սենյակ։ Չէ, բարձրանում էի վերև։ Ամել առաջինը ես պետք է հասնեմ։ Հետ հլը կտենանք։ Всё, ես եմ եկել առաջինը։ Ով ասեց։
Դուր եկով գնա ես բացեմ դուրը։ Տենց բան չկա։ Ենյան գնա մեկա ես եմ մտնելու։ Այդ կապ չունի, առաջինը մենք ենք եկե։ Հոբա։ Всё, առաջինը ես մտա։ Երկրորդն էլ ես։ Դες 4 միավոր օգուտ Հերոբրինին, 3 սենյորին, 0 Ռեդբրին, ինչպես միշտ մենք ենք հաղթում։ Չգիտեմ, շատ բարդ է։ 3 ամսվա ընթացքում իրենցից մեկը պետքա անմահ դառնա։ Բայց ով։ Չգիտեմ, 3-ին էլ շատ եմ սիրում, 3-ն էլ լիքը թերություններ ունեն, լիքը առավելություններ։ Տեսնենք, ով էս 3 ամսվա ընթացքում իր թերությունները կշտկի։ Դե ինձ մնաց մտածել տարբեր առաջադրանքներ, որպեսզի այս 3 ամսվա ընթացքում իրենք կարողանան կպայքարել իրար դեմ ու տեսնենք, թե ով է հաղթելու։ Դե իսկ այդ առաջադրանքների համար ինձ կօգնի իմ սիրելի իմաստության ծառը։ Չէ իմաստության ծառ, ճիշտ չեմ ասում։ Շատ լավ։ Այսօրվանից սկսվեց տանջալից 3 ամիսները մեր եռյակի համար։ Մնաց հասկանանք, թե ով է իրանցից հաղթելու։ Չնայած դրան դեռ շատ կա։ Ես չհասկացա, խիջին դա է սենց շուտ ուղարկեց հանգստանալու։ Բա ինչ էիր ուզում, ուրեմն մի կարևոր բան կա, չէ, որ սենց շուտ կանչեց հանգստանալու։ Չգիտեմ, կարող է մի առաջադրանք ա մտածում։ Էդ էլ ես ճիշտ ասում, շատ հնարավոր է։ Լավ է, ինչ ուզում ա լինի, մի բան գիտի էլի, որ կանչել է։ Լավ էլի Ռեդբրին, դու սկսեցիր խոսել։ Հիմա ինչ ես մտածում, ինչ ա կատարվելու։ Մեզանից ով է հաղթելու։ Ճիշտն ասած, թե մեզանից ով է հաղթելու, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես այս պահի դրությամբ սոված եմ, ինձ մենակ հաց ուտելն է հետաքրքրում։ Ընենց որ ես ուրիշ բան չեմ էլ ուզում։ Հետ խի ես տես խոսում, կարող ա գիտես դու ես հաղթելու։ Բա ով է հաղթելու, սենյոր, դու ես հաղթելու, թե իմ սիրելի զույգ եղբայր Հերոբրինը։ Հերոբրինի հարցով չգիտեմ, բայց դժվար թե դու կարողանաս ինձ հաղթես։ Հələ մի վարքյան Ռեդբրին, դու չես հասկանում, որ դու ինչ կարողանում ես անել, ես էլ եմ կարողանում, մենք զույգ եղբայրներ ենք։ Ինչ կապ ունի, որ զույգ եղբայրներ ենք, դաժե մեր աչքերի գույնն է տարբեր։ Այդպես բան հնարավոր չի, որ մենք եղբայրներ լինենք։ Նես չի, որ ես տենց ուրախ եմ, որ դու իմ աղբերն ես, Ռեդբրին։ Փաստորեն տենց, հա։ Ընդհանրապես ես կատակ էի անում, բայց եթե տենց ես տրամադրված, ուրեմն ես այդ երկուսիդ էլ կհաղթեմ, Հերոբրին եւ սենյոր։ Լավ է, թարգեք, աղբերներ եք վերջի վերջո։ Լավ, սենյոր, ճիշտ ես ասում։ Ես գնամ մի քիչ ցրվեմ։ Դուք զրուցեք, տեսեք ինչ եք անում։ Հա, գնա։ Համել գնայեմ տենամ Ջինդայը որտեղ է։ Կարող է իմանանք, թե ինչ է պատրաստել։ Չնայած ես ընդհանրապես մտածելու բան չունեմ։ Ճիշտ է, ես տենց ինքնահավան չեմ, բայց հաստատ իրենց հաղթելու եմ։ Եթե իմ եղբայրի մասին տենց է մտածում, ուրեմն ես հաստատ պետք է հաղթեմ։ Լավ, հեսա մի բան մտածենք։ Ժողովուրդ, սենյոր, Հերոբրին, ինչ է ասա։ Ջինդայի իմաստության ծառի մոտ մի հատ մեծ կրակ է վառ է, սենց կարմիր լույսեր են բարձրանում։ Ոնց թե, ճիշտ ես ասում, կարող է մի բան վառվում է։ Կամ էլ Ջինդայի շատ դժվար բան է մտածել։ Չէ, լավ, կատակ եմ անում, հանգստացեք։ Արա, սա լրիվ գժվել է։ Մենք չենք հասկանում, մենք թշնամիներ ենք դառնում, թե ընկերներ ենք, թե ինչ ենք, ինքը ասում է կատակ եմ անում։ Լավ է, դուք կռիվ արեք, ես գնամ քնեմ։ Հələ սրան նայի։ Իշնենք գյուղ տեսնենք ինչ է կատարվում, իմ սիրած ձևով հոպ։ Всё, լավ, մեծ մարդ եմ, ես հատվածով գնամ, չասեն սա լրիվ գժվել է։ Բարև ձեզ։ Բարև Ջինդայ։ Բարև անծանոթ։ Չուֆանք, դու լրիվ պապիկդ ես, ինքն էլ էր ինձ անծանոթ ասում։ Հա մենք բոլոր չուֆակներս էլ բոլորին անծանոթ ենք ասում։ Լավ էլի, հիմա ասա տենանք ուտելու ինչ ունես։ Ձուկ։ Ուտելիքը հələ հեչ, վարպետ Ջինդայ, դու են ասա ինչ որոշեցին, այդ երեքից որ մեկին ես այդ անմահության գաղտնիք հասնելու, համել այդ մրցույթը երբ է սկսվում։ Դե այսօրվանից սկսել եմ, բայց արդեն վաղվանից կլինի։ Վաղվանից։ Բայց դու գիտես վաղը ինչ օր է։ Վաղը ինչ օր է, չորեքշաբթի։
Լավ էլի վարպետ ջինդայ, ինչ չորեք շապտի, հələ մի հատ կենտրոնացի։ Չես հիշում 5 տարի առաջ այսօրը ինչ են եղել։ 5 տարի առաջ աչքիս հիշեցի։ Վարպետ ջինդայ, վաղը զիտոկը բանտից ազատվում է, ու նորից կարող է գա մեր գյուղը վերացնելու։ Այդ շատ վատ է։ Մնում է հասկանալ